Վրաց ուղղափառ եկեղեցին զատկից հետո նշում է Քրիստոսի հարության հետևյալ կիրակին, Կիրակնորիա շաբաթ տոնը։ Այդ օրը նաև կոչվում է Թովմասի կիրակի։ Ყველას գილոցავთ პირველ რიში ქრისტეს აღდგომას. ქრისტე აღდგა. ჭეშმარიტად აღდგა, ესე ვამბობ ჩვენ. სომხურად არის ქრისტოს ჰარიავ. ჭეშმარიტ ვორ ჰარიავ. თქვენ უნდა მითხრათ. ყველას გილოცავთ აღდგომას. აღდგომა იყო 12 ապրիլს და Զատկի կիրակին զատիկից մեկ շաբաթ անց է, այն ոչ պակաս տոն է, քան զատիկը։ Երբ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, առաքյալները մնացին մենակ առանց Հիսուս Քրիստոսի։ Նրանք մեկ շաբաթ ապրեցին միայնակ տանը։ Հիսուս Քրիստոսի հարության ժամանակ Թովմաս առաքյալն այնտեղ չէր։ Թովմասը շատ հավատացյալ եւ աստվածավախ մարդ էր, Քրիստոսի 12 առաքյալներից մեկն էր։ Նա միշտ իր ուսուցչի Հիսուսի կողքին էր, երբ նա հրաշքներ էր գործում, բուժում էր մարդկանց, քարոզում էր եւ պատմում մի աշխարհի մասին, որի նմանը մարդիկ նախկինում չէին լսել։ Սակայն Թովմասը չհավատաց մյուս առաքյալներին, երբ նրանք ասացին, որ տեսել են իրենց ուսուցչին կենդանի եւ անփոփոխ։ Նա ասում էր. «Եթե իմ ձեռքով չդիպչեմ նրա վերքերին, չեմ հավատա»։ Հարությունից 8 օր անց Հիսուս Քրիստոսը կրկին հայտնվեց իր աշակերտներին, այդ թվում նաեւ Թովմասին։ Թովմասը դիպավ Տիրոջ վերքերին, հավատաց եւ ասաց. «Տերը իմն է եւ Աստված իմ»։ Եկեղեցիներում պատարագ է մատուցվում եւ բոլորը կրկին շնորհավորում են միմյանց զատկի կապակցությամբ եւ սա մեծ ուրախության օր է բոլորի համար։ ესე იგი სახელობის, კვირაცხელობის სახელობის. ყველას გილოცავთ, შეგეწიოთ. თომამოციქული შეგეწიოთ აღდგომის მადლი და სულ ბედნიერი და ბედნიერები და გახარებულები ყოფილიყავით თქვენ და ყველა ადამიანი მთელს ქვეყანაზე. მოციქულებმა დაინახეს რომ შემოვიდა და თომამ უთხრა მე დავიჯერებ მაშინ რომ შენ ნამდვილად იესო ქრისტე ხარ, რომ შენ ნამდვილად გაცოცხლდი, თუ ამაში ხელს თამაჩამადებინებ და ჩავდებინა იესო ქრისტემ და თომამ თქვა უფალი ჩემი და ღმერთი ჩემი. ტი მოი ბოგ, აი ესე და დავარდა მოხრებზე.